Աննա Հակոբյանը ձեզ տխմար է անվանել։ Դե հետո Չասում ձեզ կրամատության։ Դու չէ Աննա Հակոբյանին այդ իմաստով է բանի տեղ դնում։ Պարզա որ միայն ինձ չի նա վիրավորել է նաև Տաթև Արցախին, որի եղբայրը Արցախյան պատերազմի զոհված զինծառայող ա եղել, վիրավորել է նաև այլ քաղաքացի Անժելա Թոմասյանին, նաև այլ քաղաքացի չեն, ինչ որ մեկին նորից Սահմանադրական իրավունքն է իրացնում, ինչպես դուք կարող եք իրեն։ Դե հիմա ես կարծում եմ ինքը եւ ամուսին, եթե նկատել եք վերջին օրերին, Նիկոլ Փաշինյանն էլ ամուսին ենք ասում, բայց նրանք ամուսնացած չեն։ Մի խոսքով այդ զույգը, որ միասին ապրում են մեր պետության հաշվին օրը 1.700.000 դրամ միայն կեցության ծախսերով, այս վերջի շրջանում, եթե նկատել եք, իրենք շատ հիստերիկ անհավասարակշիռ վիճակի մեջ են հայտնվել։ Հա, այսինքն համարժեք են պատասխանում իրենց հոգեվիճակին, ես կարծում եմ, իսկ թե իրենց հոգեվիճակը ինչի է այդպեսի, կարծում եմ դրա զարգացումները շատ տեսանելի են եւ միգուցե նաեւ իմ այս ստեղ գտնվելը իմպիչմենտի գործընթացը, դրա հնարավոր հանգուցալուծումը կարող է այդ ամեն ինչի վրա ուղիղ ազդեցություն թողնում։ Ես կարծում եմ պետք չի դրան այդ իմաստով ուշադրություն դարձնել, ավելի շուտ ինձ համար ուշադրության արժանի է Աննա Հակոբյանի ոչ թե վիրավորական խոսքերն, արտահայտությունները կամ ոչիլների մասին իր պատկերացումները կամ իր գլխում դրանց քանակը, այլ ինձ հետաքրքիր է Աննա Հակոբյանի գործունեությունը նախապատերազմյան շրջանում, Աննա Հակոբյանի գործունեությունը 44-օրյա պատերազմի շրջանում, Աննա Հակոբյանի գործունեությունը Իմ քայլը հիմնադրամում, Աննա Հակոբյանի ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում որոշումների կայացման, իսկ դա է հետաքրքիր, ոչ թե իր վիրավորական արտահայտությունները։ Բարոյ Ես տեղում եմ։ Հա, ես գիտեմ, որ դուք տեղում եք, բայց առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է Մապալյանը, նպատակահարմար չի գրվում ձեզ ընդունել։ Իսկ Միայն ձեզ չենք ընդունում, հա։ Ես էլ ունեմ ժամացություն, կարող եմ Բայց ինչ պատճառ։ Իսկ որևէ այլ պատճառաբանություն կա, թե միայն ուղղակի որ գիտի ես էլ դրա համար չեն գտնում ընդունելու։ Դա այն է, ինչ ասվում է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ձեր ինֆորմացիան։ Վիրավոր հարցում ուղարկեք, ձեզ կպատասխանեք։ Ես քաղաքացիների ընդունության եւ հիմնումների բաժնի պետն եմ։ Այդ Էմա Պալյանը կարծեմ նա է, չէ՞ որ եղբայրը որ գրախանութ ունի Շիրակի մարզի գնումները իրանց գրախանութից են անում, ինքն էլ արցախցիներն է, կարծեմ Այդ է նա որ նաև ամուսինը պիտի անձրևի տակ չմնար վերցրել օգնական, թե ուրիշ էր, էտա չէ ոնց որ, հա։ Գիտականներին ասում են, բայց մենք ինչպես հանդիպենք մի մարդու, որը առավոտից իրիկում ես եթերներով, Facebook-յան գրառումներով վիրավորում են։ Բա ինչ պիտի անի, պիտի մենակ իրանք հանդիպեն իրենց գովացող մարդկանց հետ, բայց եթե քաղաքական գործունեություն են զբաղվում, կարող լինել նաև Անձնական վիրավորանք եթե լինի, ես կարծում եմ իրանք կարան օգտվեն վիրավորանքի քաղաքացիական իրավակարգավորումներից, դրանից ի դեպ անխնա օգտվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ որտեղ որ ինքը համարում է, որ իրեն վիրավորել են, ինքը դատական հայցեր է ներկայացնում։ Բացի Ալեն Սիմոնյանից ես որևէ այլ գործիչ իմ դեմ դատական հայց չեմ ստացել։